Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտու մարզադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու ԱՖԵԼ-ի Winter Cup-ի առաջին տուրի հերթական հանդիպմանը։ Այսօր կմրցեն միմյանց հետ Բետիսը եւ Յուվենտուսը։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար։ Քիչ անց վարքյաններ անց կմեկնարկի հանդիպումը, կլսվի մրցավար Գարիկ Բեկյանի մեկնարկային սուլիչը։ Այո, այսքան սպասված ձմեռային մրցաշարը, ձմեռային գավաթը մեկնարկում է, մեկնարկել է օրեր առաջ և այսօր բոլորս միասին հարցում ունենք հետևելու առաջին տուրի հերթական հետաքրքիր հանդիպմանը Բետիս Յուվենտուս Թիմերը խաղին մոտեցել են մարտական տրամադրվածությամբ, մոտեցել են միայն ու միայն հաղթելու և Winter Cup-ը հաղթանակով մեկնարկելու համար։ Խաղը սկսված է բարեկամներ գնդակով Բետիսի ֆուտբոլիստներն են։ Այս պայն եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Բետիսից համար 3 Հայկ Դիլանյան, համար 5 Սուրեն Հայրապետյան, համար 6 Արման Մարգարյան, համար 7 Դավիթ Մուսախանյան, նա թիմի ավագն է, համար 8 Ալիկ Բաղդասարյան, համար 9 Գոր Գևորքյան, համար 17 Արթուր Գևորքյան, համար 66 Հարութ Թորոսյան, համար 77 Արմեն Մարգարյան և համար 87 Գևորգ Բադալյան։ Յուվենտուս, համար 1 Ռոբ Արաքելյան, համար 4 Արտուր Զաքարյան, համար 5 Արամ Մակարյան, համար 6 Նարեկ Մարտիրոսյան, համար 7 Նարեկ Մարտիրոսյան, համար 8 Արամայիս Դավթյան, համար 9 Մանվել Այվազյան, համար 10 Արտուր Աճեմյան, համար 11 Սերգե Եսայան, համար 12 Գևորգ Լորդանյան և համար 55 Սերգե Ղազարյան։ Այո, Բետիս Յուվենտուս բավականին հետաքրքիր Այո, անչափ հետաքրքիր հանդիպում է սպասվում, երկու թիմերն էլ խաղում են հարձակվողական ֆուտբոլ և ուսանք, որ ականատես կլինենք գոլառատ և բովանդակալից խաղի։ Հիմա Բետիսն է գնդակով բարեկամներ։ Աչեզրով փորձում են զարգացնել իրենց հերթական գրոհը։ Յուվենտուսի կենտրոնում ստանում է գնդակը, փոխանցում Աչեզար։ Սխալ փոխանցում և Դավիթ Մուսախանյան շարժում է առաջ կենտրոնով։ Մուսախանյան փոխանցում հրաշալի է։ Խառը իրավիճակ է Յուվենտուսի տուգանային հրապարակում, բայց դարպասապահը տիրում է գնդակին և առանց շտապելու փորձում գտնել ազատ դիրքում գտնող խաղընկերներին, որպեսզի փոխանցում կատարի։ Փոխանցում դեպի Ձախեզար։ Դեռևս մեկնարկային րոպեներից հավասար պայքար է խաղադաշտում։
Տեսնենք ինչ ընթացք կունենա հանդիպումը։ Եվ հիմա Յուվենտուսի դարպասապահ գնդակը կմսնի խաղի մեջ։ Երկար փոխանցում առաջ։ Չասավ փոխանցումը Ասեատիրոջը։ Եվ Բետիսի ֆուտբոլիստը եզրից գնդակը կմսնի խաղի մեջ։ Չեն շտապում Բետիսի խաղացողները։ Կարճ փոխանցումներով փորձում են նետվել առաջ։ Մուսախանյանը չի հասում փոխանցմանը եւ եզրային նետման իրավունք է ստացել Մարտին։ Յուվենտուսի ֆուտբոլիստները փոխանցում ձախ եզր։ Այվազյան։ Հրաշալի խաղում Բետիսի ֆուտբոլիստները հրաշալի կերպով պաշտպանվում են եւ պրեսինգ մարտավարության օգնությամբ շատ արագ կարողանում են խլել գնդակը։ Վտանգավոր դրություն է եւ Յուվենտուսի դարպասապահը փրկում է դրությունը։ Աչեմյան չհասկացան միմյանց Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ եզրային նետման իրավունք են վաստակում Բետիսի ֆուտբոլիստները։ Մուսախանյան չստացվեց Մուսախանյանի փոխանցումը եւ Արտուր Աչեմյանը գնդակով խաղադաշտի կենտրոնում փորձում է զարգացնել թիմի հերթական գրոհը։ Ղազարյան հերու տարածությունից հարվածում է հիմա Աչեմյանը, բայց հարվածը մի փոքր բարձր է ընթանում եւ նշեմ, որ Արտուր Աչեմյանը տիրապետում է բավականին հուժկու հարվածների եւ մեկ անգամ չէ, որ հերու տարածությունից կարողացել է գրավել մրցակցի դարպասը Այվազյան։ Կորցնում է գնդակը Մանվել Այվազյանը եւ Բետիսի արագ հակագրոհը պսակվում է անհաջողությամբ, սակայն մնում է գնդակը Բետիսի մոտ։ 30 րոպե։ Ախպերս 11-ն է մինչև։ Հա։ Ճիշտ է, թիմերը մեկնարկային րոպեներից գրոհում են, բայց կարելի ասել, որ գրոհները զուրկ են սրությունից։ Խաղի կանոնների խախտում Մանվել Այվազյանի հետ պայքարում։ Բավականին վտանգավոր դիրքում Յուվենտուսը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Ով կհարվածի Աչեմյանը, թե Այվազյանը, տեսնենք։ Գոշ։ Հրաշալի հնարավորություն է ստանում Յուվենտուսի ֆուտբոլիստները հաշիվը բացելու։ Մանվել Այվազյանն է կարծես թե պատրաստում հարվածել։ Հարված! Հեռացնում են ևս մեկ հարված։ Եվ անկյունային։ Խաղարկում են անկյունային Յուվեի ֆուտբոլիստները, Աչեմյան, հարված դարպասին եւ հրաշալի է խաղում Բետիսի դարպասապահը։ Եվ Բետիսի արագ հակագրոհը չեզոքացնում են Յուվեի ֆուտբոլիստները։ Մակարյան փոխանցում դեպի Աչեմյանը, բայց չկարողացավ Արտուր Աչեմյանը ինչպես հարկն է ընդունել գնդակը եւ եզրից Բետիսը կնետի գնդակը խաղի մեջ։ Այո, կարճ ու միջին տարածության փոխանցումներով Բետիսի ֆուտբոլիստները շարժում են առաջ։ Մուսախանյան փոխանցում Աչեզար հապս է տալիս։ Հարված եւ ինչպիսի դիրքից է վարիպում Բետիսի ֆուտբոլիստը բավականին վտանգավոր պաս ստացվեց։ Եվ Յուվեի հակագրոհը կենտրոնով փոխանցում Աչեզար Սերգեյ Ղազարյան
ուժեղ էր Ղազարյանի փոխանցումը եւ հարված Բետիսի դարպասից։ Ալը բանը ծխաղը Բետիսն է գնդակով ուղղակի խաղը չասավ գնդակը Մուսախանյանին, Արամ Մակարյան Հաչեմյանը ստանում է գնդակի կենտրոնում Հարված և կրկին անկյունային հրաշալի է խաղում Բետիսի դարպասապահը Սերգեյ Ղազարյանը հարված ես դարպասին Տեսնեք ինչպես կիրացնեն այս անկյունայինը Յուվենտուսի ֆուտբոլիստները Այվազյան, փոխանցում Տիրում է գնդակին Բետիսի դարպասապա, փոխանցում դեպի Մուսախանյանը Չկարողացավ խապ ստալ և կորցրեց գնդակը, հիմա եզրային նետում Հաչեմյան, խապս է տալիս, հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հարված այդքան էլ ուժեղ չէր, թույլ էր, բայց խապուսիկ էր Եվ Բետիսի հերթական գրոհը տեսնենք Մուսախանյան Հարված գոլ Դավիթ Մուսախանյան 1-0 1-0 Բետիսը կարողանում է բացել խաղի հաշիվը և Բետիսի թիմի ավագը Դավիթ Մուսախանյանը հրաշալի կերպով եզրափակում է թիմի գրոհը և հիմա հերթը Յուվենտուսինն է գրոհելու և իհարկե Յուվեի ֆուտբոլիստները կանեն հնարավոր ամեն ինչ որպեսզի հավասարեցնեն հաշիվը Խլում է գնդակը Մակարյանը Այվազյան Խապս է տալիս Հաչեմյան Հաչեմյան փոխանցում Աչեզեր Վտանգավոր դրություն է հեռացնում են գնդակը Բետիսի ֆուտբոլիստները չզոքացնում են սպառնալիքը Բայց Յուվենտուսի գրոհ շարունակվում է փոխանցում Ձախեզեր Խլում են գնդակը Բետիսի խաղացողները և վարկյանն է իրանց գնդակի կորուստ հիմա Աչեմյանն է գնդակով և ստիպում է մրցակցին Աչեմյանը խախտել կանոնները Արագ խաղարկում Հարված Բավականին վտանգավոր պահ ստացվեց Հարվածը շեղ էր Չեն շտապում Բետիսի ֆուտբոլիստները Խախտում են կանոնները Մուսախանյանի հետ պայքարում Դավիթ Մուսախանյանն է գնդակի մոտ Մուսախանյան հարվածում է դարպասին և բավականին բարձր է ընթանում հարվածը
Խլում է գնդակը Դավիթ Մուսախանյանը, վտանգավոր դրություն է և հորիզոնական դարպասածողն է այս դրվագում փրկում Յուվենտուսին հրաշալի հնարավորություն ստացան Բետիսի խաղացողները հաշիվը կրկնապատկելու, բայց Մուսախանյան փոխանցում և գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Փոխանցում հեռացված է գնդակը հարված բավականին բարձր ստացվեց Ճիշտ է Բետիսը հաղթում է Յուվենտուսին, բայց չի դադարում գրոհել Եվ Յուվենտուսը կփորձի ձեռնարկել իր հերթական գրոհը Մակարյան փոխանցում առաջ վտանգավոր կարող է ստացվել Ինչպիսի համար պայքար է գնդակի համար Եվ Յուվենտուսը ստանում է անկյունային հարվածի իրավունք Փոխանցում դեպի տուգանային հրապարակ հարված Շեղեր հարվածը Բետիսն է գնդակով երկար փոխանցում առաջ դեպի Դավիթ Մուսախանյանը Տեսնենք Փորձում է խապ ստալ, բայց Մակարյանը խլում է գնդակը Եվ Մանվել Այվազյանը ձախ եզրում ստանում է գնդակը, բայց Բետիսի ֆուտբոլիստը գնդակը դուրս է բերում դաշտի սահմաններից եզրային նետում Աչեմյան, Սերգեյ Ղազարյան Իհարկե Յուվենտուսի համար բավականին հեշտ կլինի երկրորդ կեսում, եթե կարողանան մինչև ընդմիջման գնալը հավասարեցնել հաշիվը Ձախ եզրով Յուվեի ֆուտբոլիստը շարժում է առաջ սխալ փոխանցում Աջ եզրով Բետիսի ֆուտբոլիստը սլանում է առաջ փոխանցում Չեզոքացնում է սպառնալիքը Յուվեի ֆուտբոլիստները, բայց գնդակը մնում է Բետիսի մոտ Գնդակի կորուստ Խաղի կանոնների խախտում Արտուր Աչեմյանը խախտեց կանոնները
Կրկին Բետիսն է գնդակով։ Վտանգավոր կարող է ստացվել։ Եվ անկյունային, այս անգամ Բետիսը կիրացնի անկյունային հարվածը։ Խանցում։ Հարված, բարձր են թանում հարվածը։ Յուվենտուսն է գնդակով և փոխանցում։ Գրոյի ուղղությունը տեղափոխում են Աչեզար, Սերգեյ Ղազարյան։ Կրկին Ղազարյանն է գնդակով։ Ուժեղ էր, փոխանցումը։ Անկյունային հարված կիրացնեն Բետիսի ֆուտբոլիստները, փոխանցում, հարված։ Փոխանցում Աչեզար։ Փոխանցում։ Շոզոկացնում է սպառնալիքը Յուվեի ֆուտբոլիստները, բայց հասնում է գնդակին։ Այվազյանը, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Բետիսը հաղթում է նվազագույն հաշվով Դավիթ Մուսախանյանի խփած գնդակը դեռևս միակն է այսօրվա խաղում։ Եզրային նետման իրավունք են վաստակել Յուվեի ֆուտբոլիստները։ Խաղի կանոնների խախտում։ Լուրջ չէ, վնասվածքը ամեն ինչ կարգին է։ Հաչեմյան, հարված, փակում է հարվածի ճանապարհը Բետիսի ֆուտբոլիստը։ Հրաշալի փոխանցում էր Ղազարյան։ Հրաշալի փոխանցում էր։ Եվ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կրկին եզրային նետում։ Հաչեմյան, տեղափոխվել է խաղադաշտի Աչեզար։ Ղազարյան, փոխանցում, հարված։ Հրաշքով գնդակը չհայտնվեց Բետիսի դարպասում, բարեկամներ։ Եվ հերթական անկյունային Յուվեի կատարմամբ կտեսնենք։ Տեսնենք ինչպես կիրացնեն, փոխանցում, հեռացված է գնդակը։ Եվ Բետիսի արագ հակագրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա։ Խաղի կանոնների խախտում։ Տուգանային հարված իրավունք են վաստակել Բետիսի ֆուտբոլիստները, իհարկե այնպիսի դիրք է, որ կարող են նաև հարվածել դարպասին։
Հարված և բարձր է ընթանում հարվածը։ Յուվենտուսն է գնդակով, Այվազյան։ Սերգեյ Ղազարյանը ստանում է գնդակը, փոխանցում, վտանգավոր դրություն է։ Հեռացնել է պետք, Այվաց, բավականին բարձր ընթացավ հարվածը։ Չի ստացվում Յուվենտուսի մոտ հավասարեցնել հաշիվը։ Փոխանցում։ Հեռացնում են Հաչեմյան, սխալ փոխանցում էր։ Երկու թիմերն էլ հրաշալի պաշտպանում և առաջին խաղակեսը ավարտվում է բարեկամներ։ Առաջին կեսից հետո Բետիսը հաղթում է նվազագույն հաշվով։ Այս բանի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք և կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում ԱՖԵԼ-ի ձմեռային գավաթի խաղարկության առաջին տուրի Բետիս Յուվենտուս հանդիպումը։ Արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը։ Առաջին կեսից հետո Բետիսը հաղթում է նվազագույն հաշվով։ Դավիթ Մուսախանյանն է դարձել այսօրվա դեռևս միակ գոլի հեղինակը։ Քիչ թե շատ վտանգավոր առաջին խաղակես ունեցանք։ Մեկնարկային րոպեներից այդքան էլ ակտիվ չէին թիմերը, բայց հետագայում կարողացան սրություն մտցնել խաղի մեջ։ Մի քանի անգամ անհանգստացեցին մրցակցի դարպասապային և պաշտպաններին, բայց միայն Բետիսին հաջողվեց դեռևս ընդամենը մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը։ Տեսնենք ինչ զարգացում կստանա երկրորդ խաղակեսը։ Հիմա Բետիսն է գնդակով և գնդակի կորուստ։ Յուվենտուսը փորձում է ձեռնարկել իր հերթական գրոհը։ Ղազարյան։ Հրաշալի խաբս է տալիս, Հաչեմյան, հարված։ Եվ ստանդարտի իրավունք էլ վաստակում Յուվենտուսի ֆուտբոլիստները կրկին բավականին վտանգավոր դիրք։ Գնդակի մոտ Մանվել Այվազյանն է և Արտուր Հաչեմյանը։ Տեսնենք։ Հաչեմյան հարված և ինչպիսի բարձր հարված էր։ Բետիսն է գնդակով։ Հասնի գնդակին, ոչ, չհասավ գնդակին, Բետիսի խաղացողը և հարված Յուվենտուսի դարպասից։ Վտանգավոր է Մուսախանյան։ Եվ անկյունային հարված։ Բավականին վտանգավոր գրոհ ստացվեց։ Անկյունայինը իրացված է, հեռացնում են գնդակը։
Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ արագ հակագրող այնտեղ փոխանցմանը ոչ ոք չէ սպասում։ Սակայն վաստակում են եզրային նետման իրավունք Յուվենտուսի ֆուտբոլիստները Աչեմյան Այվազյան հարված գրոշարունակվում է Արտուր Աչեմյան չկարողացավ Աչեմյանը պահել իր մոտ գնդակը եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Ետ փոխանցում Առաջին կեսը անցավ գրեթե հավասար պայքարում, երկու թիմերն էլ հրաշալի տեսք ունեին։ Երկրորդ կեսը ևս մեկնարկը հավասար պայքարում է ընթանում։ Եզրային նետում Յուվենտուսն է գնդակով Անհաջող փոխանցում էր հարված Փակում են հարվածի ճանապարհը Եվ Մանվել Այվազյանը կենտրոնում ստանում է գնդակը փոխանցումն ուժեղ էր եւ Սերգեյ Ղազարյանը չկարողացավ ընդունել գնդակը Փոխանցում առաջ Խապս է տալիս հրաշալի է խաղում Տուգանային հարված Դավիթ Մուսախանյանը կիրասնի Տուգանայինը Փոխանցում Եվ անկյունային Անկյունայինը իրացված է Հեռացնում են գնդակը Բետիսի Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ հրաշալի հակագրող Սերգեյ Ղազարյանը եզրից կնետի գնդակը Հեռացնելը պետք այո այդպես էլ անում է բայց գնդակը մնում է Յուվենտուսի մոտ Այվազյանը փորձեց հասնել գնդակին Բայց եզրից գնդակը խաղի մեջ կմասնեն Բետիսի ֆուտբոլիստները Սախանյան շարժում է առաջ փոխանցում Այվազյանը ստանում է գնդակը Կրկին Այվազյան Չկա խաղի կանոնների խախտում ցույց է տալիս մրցավարը Երկար փոխանցում առաջ Յուվենտուսն է գնդակով Այո, Բետիսը բավականին հրաշալի է խաղում պաշտպանությունում թույլ չի տալիս մրցակցին վտանգավոր պայր ստեղծել իրենց Տուգանային հրապարակում Իհարկե պետք է նշենք նաև Յուվենտուսի պաշտպանության մասին հրաշալի է խաղում նաև Յուվենտուսի պաշտպանները
Ստոք ինչպես կավարտվի այս գրոհը, խապս է տալիս։ Փոխանցում Աչեզար։ Վտանգավոր կարող է ստացվել, բայց հեռացնում են գնդակը։ Եզրային նետում։ Ստանում է գնդակը Բետիսի ֆուտբոլիստը, հրաշալի է խաղում, Մուսախանյան, հարված, կրկին Մուսախանյանն է հարվածում դարպասին, հրաշալի խաղաց հիմա, Յուվենտուսի դարպասապահը, հրաշալի ցածկով գնդակը դուրս է բերում դաշտի սահմաններից, եզրային նետում, Փոխանցում է պետք կատարել։ Վնասվածք է ստացել Բետիսի ֆուտբոլիստը։ Կարծես թե ամեն ինչ կարգին է, կարող են շարունակել հանդիպումը։ Այո, Բետիսը անդադար գրովում է, փորձում է իհարկե զարգացնել հաջողությունը։ Փորձում է խապս տալ եւ եզրային նետում։ Կորցրեց գնդակը Բետիսի ֆուտբոլիստը։ Հելա, աղա չի կարող։ Լավ, լավ, շատ լավ։ Կրկին Բետիսն է գնդակով։ Չկա կանոնների խախտում, ցույց է տալիս մրցավարը։ Հեռացնել է պետք, կարծում եմ պետք չէ։ Սեփական տուգանային հրապարակում նման վտանգավոր անցումների դիմել։ Երկար փոխանցում առաջ դեպի Աչեմյանը, բայց հեռացված է գնդակը։ Մնում է գնդակը Յուվենտուսի մոտ։ Աչեմյանը խլում է գնդակը, բայց մրցավարը արձանագրում է խաղի կանոնների խախտում։ Անհաջող իրացրեց տուգանայինը Բետիսի ֆուտբոլիստը և հարված Յուվենտուսի դարպասից։ Ստե ջիգարը, ստե պաստում։ Տեսնենք ինչ զարգացում կստանա Յուվենտուսի հերթական գրոհը։ Փոխանցում դեպի Այվազյանը, բայց ուժեղ էր փոխանցումը և եզրից Բետիսը գնդակը կմստի խաղի մեջ։ Վտանգավոր կարող է ստացվել։ Եվ անկյունային հարված։ Բետիսի ֆուտբոլիստները պահանջում են 11 մետրանոց հարված, սակայն մրցավարն այլ կարծիքի է։ Փոխանցում։
Այվազյան ստանում է գնդակը, հապս է տալիս։ Հրաշալի փոխանցումներով շարժում են առաջ Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Փոխանցում։ Գեղեցիկ անցում էր։ Այվազյան։ Փոխանցում է պետք է կատարել, փորձում է գնդակ Այվազյանը։ Սակայն Բետիսի պատասխան հակագրոհը պսակվում է անհաջողությամբ կրկին Յուվենտուսն է գնդակով։ Խախտում է նշանակում մրցավարը։ Այո, հայ կանոնների խախտում բավականին վտանգավոր դիրքում Յուվեն ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Գնդակի մոտ Մանվել Այվազյանն է, մոտենում է նաև Արթուր Աճեմյանը, տեսնունքով կհարվածի դարպասին։ Բետիսի դարպասապահություններ է տալիս պատկազմած ֆուտբոլիստներին։ Սուլի չկա, տեսնենք։ Աճեմյան, Մուսախանյանը փակում է գնդակի ճանապարհը, բայց չի կարողանում հասնել գնդակին։ Կրկին Յուվենտուսն է գնդակով։ Հարված։ Խլում են գնդակը։ Սակայն կրկին գնդակը մնում է Յուվենտուսի ֆուտբոլիստի մոտ։ Ինչ է այստեղ խաղի կանոնների խախտում։ Տեսնենք ինչ է նշանակել մրցավարը։ Տասնմեկ մետրանոց հարված Սակայն մրցավարը անձամբ կգա և կդիտի դրվագի կրկնապատկերը։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը վերջնական որոշումը։ Այո, 11 մետրանոց հարված։ Յուվենտուսը հրաշալի հնարավորություն է ստանում հաշիվը հավասարեցնելու։ Գնդակի մոտ Մանվել Այվազյանն է համար 9։ Եվ այսպես, 11 մետրանոց հարված Մանվել Այվազյան։ Հարված և գոլ։ 1-1 հաշիվը հավասար է բարեկամներ։ Վերջապես Յուվենտուսին հաջողվում է հավասարեցնել հաշիվը և հիմա Բետիսը իհարկե կանի ամեն ինչ, որպեսզի կարողանա կրկին առաջ անցնել հաշվի մեջ։ Խախտում է կանոնները, այո, ակնհայտ խախտում էր։
Տուգանային հարված Փոխանցում դեպի Աչեզար 40 գնդակը եւ եզրից Բետիսը գնդակը կմստի խաղի մեջ Փոխանցում վտանգավոր կարող է ստացվել Տիրում է գնդակին Յուվեի դարպասապահը եւ այն անմիջապես ուղարկում առաջ Հաչեմյան Հրաշալի է խաղում, տեսնեք, փոխանցում Եվ գոլ! Գոլ բարեկամներ, Մանվել Այվազյան, դուբլ 2-1 Այո, Մանվել Այվազյանը Կրկնապատկում է Հաշիվը Երկրորդ գնդակն է ուղարկում Բետիսի դարպասը Վտանգավոր կարող է ստացվել Մուսախանյան փոխանցում առաջ, հեռացնում են գնդակը Այո բարեկամներ շատ կարճ ժամանակահատվածում Յուվենտուսը կարողանում է 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը եւ առաջ անցնել հաշվի մեջ Հրաշալի է խաղում Յուվեի ֆուտբոլիստը Այվազյան Գրոյողությունը տեղափոխում է Աչեզար, Աչեմյան, փոխանցում եւ դարպասապահը տիրում է գնդակին եւ այն անմիջապես ուղարկում առաջ դեպի Մուսախանյանը Հասնում է գնդակին Դավիթ Մուսախանյանը, բայց մրցակիցը խախտում է խաղի կանոնները Եվ Դավիթ Մուսախանյանը կիրասնի իր թիմի հերթական տուգանային հարվածը Հարված, բարձր է ընթանում հարվածը Երկար փոխանցում առաջ Այվազյան Ազատվում է մրցակցի ֆուտբոլիստերից, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր Մնում է գնդակը Բետիսի մոտ Կապս է տալիս Փոխանցում Չեզոքացնում է սպառնալիքը Աչեզրով ձեռնարկեն իրենց հերթական գրով Բետիսի ֆուտբոլիստները եւ եզրային նետում Այո, քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին Բետիս Յուվենտուս 1-2 Կենտրոնով շարժում է առաջ, փոխանցում Ձախեզար Ուժեղ էր փոխանցումը Եվ խաղընկերը չկարողացավ հասնել գնդակին Հիմա փոփոխություն Բետիսի կազմում Փոխանցում առաջ
Այվազյանը ստանում է գնդակը։ Եվ եզրային նետում։ Հայո խաղի վերջնամ ասում ամեն ինչ անում են Բետիսի խաղացողները հավասարեցնելու համար հաշիվը։ Սուլի չկա, կարող են շարունակել հանդիպումը։ Զաքարյան։ Խառը իրավիճակ է Բետիսի տուգանային հրապարակում։ Կորցրեց գնդակը Բետիսի խաղացողը Այվազյան փոխանցում։ Կրկին Այվազյան խաղում է Հաչեմյանի հետ։ Վտանգավոր կարող է ստացվել, բայց Բետիսի դարպասապահը տիրեց գնդակին և այն անմիջապես ուղարկեց աջ եզր։ Եվ պատասխան գրոհը տեսնենք։ Փոխանցում։ Հեռացնում է դարպասապահը։ Սակայն Բետիսի գրոհը շարունակվում է։ Եվ անկյունային հարված։ Փոխանցում։ Հեռացված է գնդակը։ Հեռացնել, պետք է հեռացնել։ Եվ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտված է։ Յուվենտուսը կարողանում է կամային հաղթանակ տոնել 1-2 հաշվով հաղթում է Բետիսին։ Շնորհավորում եմ Յուվենտուսի ֆուտբոլիստերին գեղեցիկ խաղի հրաշալի հաղթանակի կապակցությամբ եւ մենք էլ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար կազմակերպել էր Ռաֆայելի ստեղծագործական թիմը։ Խաղի ընթացքին ձեզ օգնեց հետևել Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։